Նույնիսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երբեմն չեն թաքցնում, Ադրբեջանի խոստմանը չի կարելի հավատալ, չի կարելի նրանց տված խոսքին վերաբերվել ինչպես տղամարդու խոսքի։ Ով, բայց հայերը ադրբեջանցիների ու թուրքերի խոստումներին ու դրանց դրժելուն հաճախ են ականատես եղել։ Մեկ բանի սակայն այդ երկրները հավատարիմ են՝ սադրել ու վիժեցնել յուրաքանչյուր բանակցություն ու պայմանավորվածություն։ Քանի դեռ Միացյալ Նահանգներում Հայաստանի արտգործնախարարը եւ Մինսկի խմբի համանախագահները լրջորեն պատրաստվում էին Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի հետ քննարկել հակամարտության լուծման հանգուցային հարցեր, սահմանին թշնամին կրկին դիմեց սադրանքի, տարբեր տրամաչափի զենքերով ժամեր շարունակ կրակելով ոչ միայն մեր դիրքերի, այլև բնակավայրերի վրա։ Գիշերվա ընթացքում թշնամու կրակից սպանվեց Տավուշի մարզի 3 կին բնակիչ, 2 կրկին խաղաղ բնակիչ վիրավորվեց։ Իզորու չլինելով արժանապատիվ կռիվ տալ սահմանին կանգնած հայ զինվորի դեմ, ադրբեջանցիները իրենց ուժը փորձում են անզեմ բնակիչների վրա։ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ստեղծված իրավիճակն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նենգ մարտավարության արդյունքն է ու սկզբունքորեն հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության կարգավորման բանակցությունների տրամաբանությանը եւ միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին։ Սահմանագոտում իրավիճակը կայունացնելու եւ ադրբեջանական զինված ուժերին զսպելու նպատակով Հայաստանի Հանրապետության զինված ուժերը դիմելու են համարժեք գործողությունների, ինչի հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Զգուշացումից շատ չանցած հետևեց գործողությունը։ Կեսգիշերից հետո հայկական բանակի պատասխան պատժիժ գործողությունները նախ ստիպեցին, որ թշնամին դադարեցնի կրակոցները, հետո թե ինչ եղավ նկարահանել են ադրբեջանցի լրագրողները, անկառավարելի խուճապ առաջացնելով այդ երկրում։ Սա նկարահանվել է Արցախի եւ Ադրբեջանի սահմանին։ Ժամեր առաջ այս հատվածից ադրբեջանցիները կրակել են Արցախի դիրքերի ուղղությամբ, օգտագործել ոչ միայն ավանդական ավտոմատներ ու տարբեր տրամաչափի զենքեր, այլև հրետանի ու հատկապես թուրքական TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայան։ Դա առավել մեծ տրամաչափի 107 մմ հրթիռների համալիր է, որը մշակվել է ՆԱՏՕ-ի եւ Թուրքիայի զինված ուժերի համատեղ ծրագրով։ Բարեբախտաբար վնասներ չենք կրել, առավել եւս չունենք զոհեր, սա ամենակարևորն է, եւ հակառակորդին տվել ենք համարժեք պատասխան, նրանք ունեն կորուստներ, ճիշտ է, չեն հայտարարում, սա իրենց ոչն է, բայց դա չի փոխում իրավիճակը, ունեն կորուստներ եւ փաստորեն լրացվել է բոլոր իրենց այդ կրակակետերը։ Հայկական երկու հանրապետությունների եւ Ադրբեջանի սահմանին այս պահին համեմատական անդոր է։ Ադրբեջանում հաշվում են իրենց զոհերը, վիրավորները եւ տարածքային ու նյութական կորուստները։ Ամեն ինչ իրականում։ Առնվազն 5 զոհ ադրբեջանցիներն ունեն Տավուշին սահմանակից դիրքերում։ Վիրավորների մասին տվյալներ չկան։ Հայկական բանակը ոչնչացրել է այն հենակետը, որը նախորդ գիշեր կրակել էր Բարեկամավան, Բերթավան եւ Պառավաքար բնակավայրերի ուղղությամբ։ Խուճապահար ադրբեջանական լրատվամիջոցները աղաղակում են, որ հայկական կողմը դիրքերը ոչնչացնելուց հետո նաեւ գրավել է դրանք։ Այս պատերազմը իհարկե տարբերվելու է եւ Աստված մի արասցի եթե լինի, նույնիսկ Ադրբեջանի գոյատևումը որպես պետություն կլինի մեծ, այսպես ասած, կասկածի։ Սրանք կադրեր են սեպտեմբերի 22-ին հայկական կողմի պատժիժ գործողության արդյունքներից, որոնք նկարահանել են ադրբեջանական լրատվամիջոցները։ Սրանք հետևանքներ են, որոնցից դասեր քաղելու ցանկություն ու հնարավորություն այդ երկրի իշխանությունը դժվար թե ունենա, բայց եթե գործում է միայն ուժի լեզուն, ապա ավելի լավ է հայ մայրերի փոխարեն ողբան ադրբեջանցի մայրերը։ Նաիրի Հոխիկյան, Էպիկենտրոն։